Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները պարապմունքներ են իրականացրել նորագույն միջոցներով, կարիճ եւ լուսան զենիթային հրթիռային համալիրներով։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարժաքին վերաբերող տեսանյութ է հրապարակել։ Օգոստոսի 10-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է խորհրդակցություն զինված ուժերում սպայական, ենթասպայական եւ սերժանտական կազմերի համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջը Վերոնիկա Զոնաբենդին արտգործնախարարությունը հանդիպման առաջարկ է փոխանցել, հայտնել է արտաքին գործերի նախարարության խոսնականի Բադալյանը։ Ավելի վաղ Զոնաբենդը արձագանքել էր վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, նշել՝ մեջբերեմ, ես լիովին կիսում եմ այս գնահատականը եւ ուրախ էի կարդալ այս խոսքերը, բայց կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությանն է կրկին անդրադարձել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը։ Հարցազրույցում նա նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Հուսով ենք, որ այժմ հրադադար կա, հրադադար, որը լավ է գործում։ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր եւ մենք աջակցում ենք դրան։ Աջակցելով այս գործընթացին մենք հաշվի ենք առնում անվտանգության եւ տնտեսական ճարտարապետության հեռանկարը։ Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, մենք պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ 9-րդ գումարման ազգային ժողովը կունենա 12 մշտական հանձնաժողով, նվազագույնը 8 անդամից, քաղաքացիական պայմանագիրը կունենա 5, ուժեղ Հայաստանը 2, 1 անդամ էլ Հայաստան դաշինքից կլինի, 10 անդամ կունենա պաշտպանության հանձնաժողովը։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը ընտրել է ազգային ժողովի 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, ըստ օրենքի 4 հանձնաժողով հասնում է ընդդիմությանը, 3-ը ուժեղ Հայաստանին, 1-ը Հայաստան դաշինքին։ Ուժեղ Հայաստանը ընտրել է եվրաինտեգրման հարցերով հանձնաժողով Հայաստան դաշինքը մարդու իրավունքների։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները ավելի վաղ հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու քաղաքացիական պայմանագրի առաջարկած էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու նախագծին։ Ազգային ժողովի ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Հարամ Վարդևանյանը ընտրվել է ազգային ժողովի նախագահի տեղակալ կողմ 53 դեմ 0 ձայնով։ Հիշեցնենք, ազգային ժողովի փոխնախագահներ են ընտրվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Հայկ Կոնջորյանը։ Հաշվենք առը, որ այո, այնքան որքան բավարար է, որտեվ իրենք իրենց մեր տեխնացուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր տեխնացուները, ամեն դեպքում որոշում ունենք խմբակցության, որպեսզի բավարար ձայներ կտրամադրենք։ Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավոր Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ պետական բյուջեի դեֆիցիտը հասել է 1.4 միլիարդ դոլարի, իսկ պետությունը ամսական ավելի քան 120 միլիոն դոլարի վարկ է ներգրավում ծախսերը ֆինանսավորելու համար։ Նա ընդգծել է, որ բյուջեի ծախսերի վերահսկողության եւ Եվրոպայի հետ տնտեսական գործակցության ընդլայնման անհրաժեշտություն կա։ Կարապետյանը նաեւ նշել է տարածքային կառավարման ոլորտում աֆիլացված գնումների խնդրի մասին, կարևորելով դրանց բացահայտումը եւ հանրայնացումը, ավելացնելով ուժեղ Հայաստանը խորհրդարանում պատրաստվում է անդրադառնալ քաղաքացիների կյանքին անմիջականորեն առնչվող հարցերին։ 2026-ի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանից արտասահմանյան շուկաներ արտահանվել է ավելի քան 113,000 կենդանի խոզ, գրեթե 20 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը աճել է 32%, իսկ արժեքը 39։ Մատակարարումների հիմնական ուղղությունը Վրաստանն է, ավելի քան 15 միլիոն դոլարով, երկրորդ տեղում Հայաստանն է, ավելի քան 4 միլիոն դոլար ցուցանիշով, իսկ երրորդ տեղում Ղազախստանը մոտ 400,000 դոլարով։ Ռուսական շուկայի սահմանափակումներից հետո Հայաստանը փորձում է ձկնամթերքի արտահանման նոր ուղղություն ձևավորել։ Վրաստանի հետ ձկնամթերքի մատակարարում սկսելու շուրջ բանակցություններն արդեն պատրաստ են, գրում են միջազգային լրատվականները։ Պաշտոնական տվյալներով միայն 2026-ի առաջին կիսամյակում Վրաստանը ներմուծել է 18,000 տոննա կենդանի ձուկ, 543,800 դոլար արժողությամբ, որի 82%-ը մատակարարել է Հայաստանը։ Տնտեսագետները սակայն նշում են, որ վրացական շուկան չի կարող փոխարինել ռուսականին, բայց կարող է Հայաստանի համար տարանցիկ հարթակ դառնալ։
Վրաստանը ասենք իր բնակչությամբ ենթադրենք թե իր սպառման ծավալները թող լինեն մի քիչ ավելի շատ, քան Հայաստանի ծավալներն են, բայց եթե մենք հաշվենք, որ 15-ից 20,000 տոննա ցուկ կա ջրավազաններում ներկա վիճակով եւ ելի դեռ կարող է ավելանալ, եթե իրենք վստահ լինեն, որ վաճառվում է, այդ աճը կշարունակվի, ապա այդպիսի քանակներ երբեք Վրաստանը չի կարող սպառել։ Բայց Վրաստանը կարող է միջնորդ հանդիսանալ, հնարավոր է, որ Վրաստանը նաեւ իր մեջ իր մտքում ունենա նույն կերպ հայկական տեխնամթերքի մի մասը էլի իր կողմից փորձի վաճառել Ռուսաստանին, կամ գուցե վաճառել Ադրբեջանին, կամ նաև Թուրքիային։ Վրաստանից կարտոֆիլի արտահանումը 2026 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է գրեթե 5 անգամ, 81.5%-ով։ Արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 18,414 տոննա, որից Վրաստանը ստացել է 4,879,000 դոլարի եկամուտ։ Կարտոֆիլի հիմնական շուկան դարձել է Ադրբեջանը, որին հաջորդում են Ռուսաստանը ու Բելարուսը։ Հայաստանը ներմուծողների ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղը, 195,000 դոլարի ցուցանիշով։ Սննդի առաքման ոլորտում օգոստոսի 1-ից ի վեր լայնածավալ վերահսկողություն է իրականացվում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում խստացումը պայմանավորում են առաքման ծառայությունների ընդլայնմամբ եւ առաքիչների արտաքին տեսքին, առողջական վիճակին եւ պատշաճ մաքրություն չունեցող պայուսակներին վերաբերող վերջին շրջանում հատկապես քաղաքացիներից ստացվող հաճախակի դարձած բողոքներով։ Մինչ վերահսկողության խստացումը առցանց հարթակներով առաքում իրականացնողները փաստացի դուրս էին մնացել վերահսկողությունից։ Պատճառը հետևյալն է, դեռևս տարվա սկզբին մարտի կողմերը մենք արդեն շատ ստանում ենք բողոքներ, որ այ առաքիչ եկավ կեղտոտ է, փուքի էր, ոնց որ հիվանդ էր, կեղտոտ պայուսակով, այսինքն առաջի հերթին առաջնորդելով այդ բողոքներով, եւ որ այդ ոլորտը ավելի զարգացել է հիմա, եւ ոնց որ թե մի փոքր մեր վերահսկողությունից դուրս է մնացել։ Այդ առաքիչների վերաբերյալ ոչ կոնտրոլ չկար։ Այս սա հաշվի առնելով մենք որոշեցինք, որ այստեղ պետք է քայլեր կատարել, զգուշացրեցինք տնտեսավարողին եւ հիմա արդեն քայլերն արվում են։ Առաքման ծառայություններին տրամադրված ժամկետն արդեն սպառվել է, պահանջը վերաբերում է ոլորտում աշխատող շուրջ 2-ից 3,000 առաքիչների։ Խախտումների հայտնաբերման դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն։ Մասնագետները վերահսկողությունն անհրաժեշտ, բայց ուշացած քայլ են որակում։ Նրանց դիտարկմամբ միայն առաքիչների սանիտարական գրքույկների ստուգմամբ սննդի անվտանգությունն ամբողջությամբ ապահովել հնարավոր չէ։ Անգամ ուշացած են, դեռ շատ ավելի վաղ պետք է սկսած լինեն։ Շատ ավելի կարևոր խնդիր կան։ Տարաների հիգիենան, ընդհանրապես մինչև սրան հասնելը, հələ պետք է բարձել մթերքը, որը տեղադրվում է օրինակ տուփի մեջ եւ հետո գնում է առաքման ծառայության միջոցով ասում է սպառողին։ Այս տուփի մեջ տեղադրված թուղթը կամ բուն տուփը ինքը սննդային թուղթ է, թե չէ, սննդի համար նախատեսված։ Այսինքն ինքը այնքան մեծ կոմպլեքս աշխատանք է։ Մասնագետները վտանգ են տեսնում եւ նաեւ զգուշացնում պատշաճ բժշկական հետազոտության չիրականացման դեպքում սանիտարական գրքույկի պահանջը կարող է նաեւ ձևական բնույթ կրել։ Մասնագետների գնահատման իրական արդյունքի համար վերահսկողությունը պետք է ընդգրկի ամբողջ շղթան՝ սննդի փաթեթավորումից եւ պահպանման պայմաններից մինչեւ առաքման պայուսակների մաքրություն։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հորդորում է հատկապես շոգ եւ քամոտ օրերին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, չայրել խոտն ու աղբը, չնետել չմարված ծխախոտը եւ չվառել խարույկներ անտառներում ու բուսածածկ տարածքներում։ Հրդեհների կանխարգելումը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։ Երևանում ավտոմեքենայից գողացել են կողային հայրիների ապակիները։ Քաղաքացին հայտնել է, որ գողերը թողել են Տելեգրամի հղում։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել են Երևանի երկու բնակիչներ՝ 24 եւ 64 տարեկան։ Ոստիկանության տվյալներով երիտասարդը կատարել է գողությունը, իսկ 64-ամյա տղամարդը հսկել է տարածքը։ Երկուսն էլ հուլիսի 29-ին ձերբակալվել եւ ներկայացվել են նախաքննական մարմին։ Դատարանի որոշմամբ 24-ամյա երիտասարդը կալանավորվել է, իսկ 64-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Արաղչին հայտարարել է, որ Իրանն ու Միացյալ Նահանգները բանակցություններ չեն վարում եւ Թեհրանը չի պատրաստվում սկսել բանակցություններ այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը խախտում է հունիսին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը։ Նա նաեւ հայտարարել է, որ կողմերը հաղորդագրություններ են փոխանակում միջնորդների միջոցով։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն էլ հարցազրույցում ստեղծված իրավիճակի իր բարձաբանումն է տվել։ Մենք զուսպ ենք գործում, մենք նրանց հետ մասամբ ենք բանակցում, մենք պարզապես հետևում ենք Իրանին, հսկայական գնաճին եւ այն փաստին, որ նրանք փող չունեն։
Նեթանյահուն հայտարարել է, որ անընդունելի է Գազայի հարցով Թրամփի առաջարկած 15 կետանոց ծրագիրը։ Նեթանյահուի խոսքով իսրայելական զորքերը Գազայից դուրս չեն գա, մինչև Համասը վերջնականապես չզինաթափվի։ Ավելի վաղ, սակայն, Համասը հայտարարել է, որ ծանր սպառազինության հանձնումը կախված է իսրայելական ագրեսիայի դադարեցումից եւ Գազայի զորքերի դուրսբերումից։ Թրամփի վարչակազմը Աքսիոսի հրապարակման հանգիստ է վերաբերվում նրան, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մերժել է Գազայի ծրագիրը, նրա հայտարարությունը համարելով նախընտրական արշավի մաս։ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմական գործողության նպատակներին եւ պատրաստ է իրականացնել դրանք հիմնվելով Անկորիջի պայմանավորվածությունների վրա, հայտարարել է փոխարտգործնախարար Գալուզինը։ Հավատացած ենք, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորումը անհրաժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում դիվանագիտական ճանապարհով հնարավոր է լուծել, նշել է ռուս պաշտոնյան։ ՄԱԿ-ի տվյալներով Ուկրաինայում շուրջ 4.5 տարի տևող մարտական գործողությունների ընթացքում սպանվել է ավելի քան 16000 քաղաքացիական անձ, որոնց ճնշող մեծամասնությունը ուկրաինացիներ են։ Ցավոտ այս խնդրին է անդրադարձել նաև Հռոմի Պապը։ Կաթոլիկ եկեղեցու հովապետը դիմելով հակամարտող կողմերին կոչ արել հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը, քանի որ դրա պատճառով թե Ուկրաինայում, թե Ռուսաստանում տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ են զոհում։ Ողբերգական դեպքերը բազմապատկվում են, պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում երեխաների շրջանում։ Սրտանց կոչ եմ անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը եւ դադարեցնել պատերազմական գործողությունները։ Դոնալդ Թրամփի անձնական գոլֆի ակումբի մոտ օգոստոսի 9-ին երկու քաղաքացիական ինքնաթիռ խախտել է թռիչքի ժամանակավոր սահմանափակումները։ Դրանց որսալու համար կործանիչներ են ուղարկվել։ Ինքնաթիռներն անվտանգ դուրս են բերվել սահմանափակված օդային տարածքից։ Թրամփը գտնվել է գոլֆի ակումբում։ Զինվորականները չեն հայտնել, թե քանի կործանիչ է մասնակցել գործողությանը եւ որ ինքնաթիռներն են խախտել սահմանափակումները։ Արարատի մարզում օգոստոսի 9-ին ծեզկրտուք է եղել։ Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկն է եղել դեպքի վայրը, ժամանել են Մասիսի ոստիկաններն ու Արարատի մարզային քրեական վարչության ծառայող։ Ասма գիշերը տեղի ունեցել ոչ թե մարտավին, այլ քարամարտավին, քարերով իրար ոնց ասես տվել են եւ ըստ օպերատիվ տեղեկությունների կան նաեւ վիրավորներ։ Դեպքի վայրում համայնքային ու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով քարերի կտորներ, փայտեր, առնանման հետքեր, հողաթափեր, գլխարկներ ու այլ իրեր։ Նախնական տեղեկություններով 10 քաղաքացի Մասիսի հիվանդանոց է դիմել բուժօգնության համար։ Մեծ թվով քարի կտորներ, այնքան շատա չգիտես հաշիվը ինչքան է։ Կրփազենք, հողաթափեր, գլխարկներ, առնանման հետքեր։ Հավաքված քաղաքացիները հայտնել են նաև, որ լսվել են կրակոցի ձայներ, տեղեկությունը ճշտվում է։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։ Ավելի ուշ ոստիկանությունից հայտնել են, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում միջադեպի մասնակից 1 տասնյակից ավելի անձինք են ձերբակալվել ու տեղափոխվել համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Օգոստոսի 8-ին ողբերգական դեպք է եղել մայրաքաղաքում, Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել։ Ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի ու բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Օպերատիվորը ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է տղամարդու մահը։ Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, Աչափնակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Օգոստոսի 9-ին հյուսիս-հարավ ճանապարհին դեպի Սիլիկյան թաղամաստանող խաչմերուկի մոտ բախվել են 38-ամյա Հակոբի Mercedes GLS-ը եւ 46-ամյա Գրիգորի Տեսլան, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու բետոնե պատնեշներին։ 3 անչափահաս երեխա եւ նրանց մայրը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Օգոստոսի 9-ին աշտարակ Եղվար ճանապարհին 55-ամյա Արթուրը Տոյոտայով բախվել է հողաթմբերին ու քարերին։ Մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։ Վարորդի 2 անչափահաս երեխաները տեղում առաջին բուժօգնություն են ստացել, իսկ կինը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։
Օգոստոսի 8-ին Գլինկայի փողոցում բախվել են Մազդան ու Հոնդա մոտոցիկլը, վերջինը կողաշրջվել է։ Մեքենան ու մոտոցիկլը հայտնվել են ճանապարհի մեջտեղում։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Արդյոք մոտոցիկլավարը տուժել է թե ոչ, երևս պարզ չէ։ Օգոստոսի 8-ին հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի 21 աշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։ Օպերատիվորեն ժամանած փրկարարները տարհանել են 5 քաղաքացու, իսկ մինչև հրշեջների ժամանումը քաղաքացիները եւս 10 հոգու էին տարհանել։ Այրվել է 8-րդ հարկի բնակարանի ողջ գույքը, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում հերթապահություն է իրականացրել։ Տեղում էին նաեւ Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։ Նախնական տեղեկություններով հրդեհի պատճառը եղել է օդորակիչին միացված էլեկտրալարերի թույլ միացումը։ Ոստիկանության եւ Աբովյանի քննչական բաժիններ բարեկային ծառայության կոտայքի գումարտակ հասնելու համար քաղաքացիները հակագազ պետք է գրեն։ Այստեղ բարձի թողի ու նաեւ հակասանիտարական վիճակ է։ Ըստ ինձ հասած տեղեկությունների 10 տարուց ավելի այսպես կայանված են, եթե ոչ ավելի, եւ նշված ավտոմեքենաները մասնակցություն են ունեցել ավտովթարների, վրաերթերի, քրեական հայտնի պատմությունների, ցավոք նաև ողբերգական ելքով ու հիմա այս վիճակն է, ամբողջ ճանապարհը։ Տևական ժամանակ է, որ այստեղ են կուտակում պատահարների հետևանքով ջարդոնի վերածված մեքենաները, որոնք էլ հետո լցվում են աղբով։ Հակասանիտարական վիճակին վերջ դնելու համար տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի, նաև Աբովյանի քաղաքապետի ուշադրությունն են հրավիրում։